Պարզ լեզվով ու իրական կյանքից վերցված պատմությունների միջոցով փողի հոգեբանություն գիրքը բացատրում է ֆինանսների և փողի հետ կապված կարևոր նրբություններ։ Տասնյակ լեզուներով թարգմանված ու միլիոնավոր օրինակներով վաճառված գիրքը արդեն հասանելի է նաև հայերեն։ Մորգան Հաուզելի համաշխարհային բեսթսելերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը իրականացվել է Էպրիկոտ Կապիտալի աջակցությամբ։ Հրատարակիչը Նյումեգն է։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում շարունակում ենք ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղված մեր աշխատանքները եւ դրա հետ կապված որոշեցինք հայերեն մի լավ գիրք թարգմանել Նյումեգի աջակցությամբ եւ ինչի մեր ընտրությունը կանգ առավ հենց Մորգան Հաուզելի փողի հոգեբանությունը գրքի վրա։ Ինքը պարզապես տեսական գիրք չէ, բազմաթիվ տեսական գրքեր կան, որոնք նաեւ ամերիկյան շուկային են վերաբերվում եւ դրանք հետաքրքիր են մասնագետների համար, բայց մենք որոշեցինք պարզ հարամաչելի գիրք վերցնել, որը որ հանրության լայն շրջանակների համար հետաքրքիր կլինի եւ կօգնի իրենց խնայողությունները ավելի արդյունավետ վերածել ներդրումների։ Այս դեպքում առաջարկը եղավ հենց Apricot Capital-ից ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար թարգմանել Մորգան Հաուզելի գիրքը, որը ի դեպ այն գրքերից էր, որ մեր ցանկում կար, մենք միշտ ցանկանում էինք կամպանիան թարգմանել, ու երբ որ եղավ առաջարկը, մենք ուրախությամբ համաձայնեցինք։ Երբեմն ֆինանսապես կրթված մարդիկ աղքատանում են, իսկ շարքային աշխատողները դառնում միլիոնատեր։ Ֆինանսական հաջողությունը շատ հաճախ գիտելիքի արդյունք չէ, կարծում է գրքի հեղինակ լրագրող Մորգան Հաուզելը։ Ավելի խորքային մի բան կա, կապված մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու նույնիսկ ընտանեկան պատմության հետ։ Հեղինակը փորձ է անում ապացուցել, որ ֆինանսների ոլորտը ինչքան էլ որ թվում է թե ինքը այսպես է ճշգրիտ գիտություն է, կոնկրետ հաշվարկներով, գրաֆիկներով, գծապատկերներով եւ այլն, բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր է հոգեբանությունը եւ այդ հոգեբանական ասպեկտները շատ են ազդում մարդկանց վրա, ինչ որ ծախսեր կատարելիս, ներդրումներ անելիս եւ ինչ որ կարեւոր իրավիճակներում նաեւ կօգնի գիրքը, որ այդ թվում մասնագետները կշռադատված որոշումներ կայացնեն, այսինքն օգտագործեն իրենց գիտելիքները։ Շատ հաճախ, երբ որ մեզանից յուրաքանչյուրի մոտ առաջանում են լրացուցիչ գումարներ, առաջի իմպուլսը դա գնալ եւ ծախսելն է։ Օրինակ գնել վերջի սերնդի iPhone կամ մեկ այլ այսպես կոչված գեղեցիկ ատրիբուտ, աքսեսուար։ Մինչդեռ Մորգան Հաուզելը շատ հանամատչելի, նույնիսկ հումանիտարների համար հանամատչելի բացատրում է, թե ինչպես պետք է վարվել փողի հետ ու ընդհանրապես ինչ է փողը մեր կյանքում։ Փողի հոգեբանություն գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է վարվել փողի հետ, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից ու կայացնել խելամիտ որոշումներ։ Մարդիկ շատ բան ունեն հոգեբանական առումով այս գրքից սովորելով, որ հասկանան, որ ֆինանսները դա իրականում հաշվարկների եւ հոգեբանության ընդհանրությունն է։ Կհարստացնի եւ գործնական ասպեկտը, եւ տեսական ասպեկտը, որովհետեւ բոլորս փող ենք աշխատում եւ հաճախ չենք հասկանում, թե ուր գնաց այդ փողը։ Իսկ ահա այստեղ գրված է, թե ուր է հանկարծակի չքանում մեր այդքան դառը աշխատանքով վաստակած փողը։ Գրքի թարգմանիչ Անուշ Սեթրակյանի համար ամենադժվարը եղել է տնտեսագիտական տերմինաբանության ընկալումն ու թարգմանությունը։ Այդ գործում նրան օգնել են տնտեսագետ ընկերները։ Թարգմանության ընթացքում բարձրացել է նաև նրա ֆինանսական գրագիտությունը։ Ես բացել եմ կൂട്ടակային հաշիվ, ես մտցրել եմ խնայողությունների համակարգ, որտեղ այս գիրքը շատ ճիշտ, ճշգրիտ, հանգամանալից բացատրում է, թե ինչպես պետք է խնայել եւ խնայողություններ անելու ճանապարհին ինչ խոչընդոտներ եւ գայթակղություններ կան, որ պետք է խուսափել։ Մանավանդ հայերի համար անգնահատելի գիրք է, որովհետեւ փող ծախսելու եւ փող վաստակելու խորքային պատճառները հոգեբանական են։ Էպրիկոտ Կապիտալն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նպաստում է Հայաստանում պատասխանատու ներդրումների եւ անձնական ֆինանսների կառավարման մշակույթի ձևավորմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Էպրիկոտ Ակադեմիան սկսնակ ներդրողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆինանսական հիմնական գործիքներին, փոդքասթերի, բառարանների եւ հարցոպատասխանի միջոցով։ Առաջատար ներդրումային ընկերությունը կազմակերպում է նաեւ վեբինարներ, համալսարանում անցկացնում դասընթացներ ու սեմինարներ։ Մորգան Հաուզելի այս բեսթսելերի թարգմանությունը նպատակ ունի հարստացնել ներդրումների ու ֆինանսների թեմայով հայալեզու գրականությունը։